Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել է Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին եւ հետազոտող լրագրող Լոս Անջելեսում հրատարակվող Հայ կյանք USA Armenian Live շաբաթաթերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ափո Չափարյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ Նոյան Տապանի տաղավարում ձեզ հյուրընկալելու։ Մենք նմանապես։ Շնորհակալ եմ։ Պարոն Սաֆարյան եւ պարոն Չափարյան, երկուսդ էլ մեր տաղավարում եղել եք, բազմաթիվ հարցազրույցներ եք այստեղ ունեցել։ Հիմա հասկանանք ինչու եք այսօր երկուսով համատեղ այս հաղորդման շրջանակներում, ինչ ունեք ասելու, պարոն Սաֆարյան, ինչն է միավորում ձեզ պարոն Չափարյանի հետ եւ պարոն Չափարյանը ինչու է ընտրել ձեզ հետ համագործակցելու տարբերակը։ Ճշմարիտն ասած, ես ուզում էի խուսափեի, հրաժարվեի մեր Երևանում մեր համագործակցությունից, մամուլի առջև, տեսախցիկների առջև, տաղավարների, մեդիա տաղավարների սրահներում, բայց ինքը ասեց չէ, Գագիկ ջան, մենք պիտի միասին ելնենք, քանի որ մենք մեր ծրագրերը դեռևս նոր ենք սկսել, մեր անկյունակարը, մեր խանձարուրը, մենք գտնում ենք խանձարուրի մեջ մեր մեծ գործի, մենք պիտի միասին ելնենք, ես ստիպված համաձայնվեցի։ Ոչ թե ստիպված, այլ կամովին, իմ կամոք համաձայնվեցի։ Այո, գրեթե 1 տարուց ավելի է, ինչ համագործակցում ենք պարոն Չափարյանի հետ, տարբեր ձևաչափերով, մշակութային, ազգային, անվտանգային, ռազմավարական, տնտեսական եւ պիտի ասեմ, որ այն ինչ որ արվում է ամերիկյան կողմից, հիմա ես փակագծերը շատ թեթև կբացեմ, պարոն Չափարյանը կշարունակի։ Ուրեմն ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի կողմից սկսած 23 թվականից մի շարք ծրագրեր են առաջ բերվել կապված Հայաստանի հետ ռազմավարական, անվտանգային, տնտեսական, որոշ դեպքերում միգուցե նաև բժշկական մշակութային խնդիրների հետ։ Ամբողջ խնդիրը նա է, որ ամերիկյան կողմը, հատկապես ամերիկյան կողմը փորձում է դա ավելի պրագմատիկ դաշտում, ավելի կիրարկելի դարձնել, հատկապես փրկարարական, անվտանգային, բժշկական օգնության խնդիրները, եւ քանի որ Սյունիքում մեր ամսի սեպտեմբերի 22-ից 25-ը անցկացվեց հերթական, ուրեմն ուսումնամարզական, ուրեմն եւ զորավարժությունները եւ տեսական գործնական պարապմունքները, այո, եւ գործնական պարապմունքները հենց Սյունիք Գորիս հյուրանոցի կոնֆերենց հալում, ոնց այդ դահլիճում, այո, եւ նաեւ գեներալ Մաքքարլիի կողմից պիտի նրանց հասցվի հասունության վկայականներ, որոնք անցել են այդ գործնական եւ տեսական դասընթացները, բացի դրանից նաեւ Գորիսի 5 Գորիսում, Գորիսից ասում են Գորիս գյուղում անցկացվեց զորավարժություններ, փրկարար ծառայության հետ կապված, այլ ուսումնական վարժանքներ։ Այո։ Ուրեմն որ այդ ամբողջ գործընթացի մեջ ներգրաված է եղել, ուրեմն Գորիսի աշխարհազորային, ուրեմն ամբողջ, ուրեմն անձնակազմը, փոխգնդապետ Ավանեսյանի ղեկավարությամբ, Գորիսի բուժ անձնակազմը, Սահակյան կարծեմ եւ ներքին գործոս նախարարության փրկարարական բաժանմունքը Սահակյանի ղեկավարությամբ։ Իհարկե պետք է նշեմ, որ շնորհակալություն պարոն Սաֆարյան, պետք է նշեմ, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի կորզունեությունը սկսավ 2021 թվականի մարտ ամսին, երբ հիմքը տրվեցավ, ինչպես որ անգլերեն կոչվի American Armenian National Security Institute գազམ-երկության գլխավորությամբ ամերիկյան բանակի գեներալ-մայոր երկու աշխանի թոշակառու Մարկ Մքարլին եւ ծեր խոնար ծառային եւ անշուշտ պետք է ասել, որ իբադիվ բազմաթիվ ամերիկահայ
քաղաքական եւ պետականացիության գիտակցություն ունեցող ամերիկահայերու եւ հայասեր ոչ հայ ամերիկացիներու հանցինս գեներալ-մայոր Մքարլին, գեներալ-մայոր Էդվարդ Դորմանին, Քարսոն քաղաքի նախկին քաղաքապետ Ալբերտ Ռոբլեսին եւ բազմաթիվ այլոց։ Պետք է ասեմ, որ ամերիկյան հայկական, եթե ուշադրություն եք, ամերիկահայ չէ, որովհետեւ սա եւս մեկ ամերիկահայ գազագերբություն չէ, սա համաամերիկյան կառույց է, որի գլխավոր նպատակը ասենք ինչպես որ անգլերեն գսեն mainstream America, այսինքն ամերիկյան քաղաքացիական հասարակության ամբողջ ասենք դարողությամբ ներկայացող կառույց է սա եւ այս կառույցը առաջին անգամ լալով իր տեսակի մեջ առաջինն է որ գեհդաբնթե ուսուցողական մարդասիրական եւ բարեսիրական կորձունեություն եւ ուսուցման ղարքով 2021 թվականին սկսյալ այս գազագերբությունը առաջնորդած է ամերիկյան բանակի թոշակի անցած մասնակետ գեներալներ եւ քննադատներ եւ զանոնք առաջնորդած է National Defense Research University ամերիկյան ներոթյուն ասկային պաշտպանության հետազոտական համալսարանը Երևանի մեջ որտեղ ամերիկացի մասնակիցները NATO-ի ասենք չափանիշներով ստանդարտով իրենց գիտելիքները ներկայացած են հայ աֆիսերներուն եւ ինչպես որ բարոն Սաֆարյանը նշեց 2023-ին առաջին անգամ լալով մարդասիրական օժանդակության բրիգադան վարժանքները իրականացուց Արաքածի մեջ 57 մասնակիցներով 7 դարբեր երկրների ժամանած գամավորներով հայեր եւ ոչ հայեր եւ մարդասիրական օժանդակության ճոգադի բրիգադայի գազմավորման հիմնական նպատակը այն եղավ որ եւ որ արտերգրի մեջ ստեղծեն մշակույթ հայասեր օտարներու եւ հայերու մոտ որոնք ասկային արտակարգ իրավիճակներու ժամանակ Տալինի երկրաշարժ, ջրհեղ, մասսայական հրթե կամ դեխնազին արտակարգ իրավիճակ, ասենք պատերազմ, որ այդ ժամանակը training, վարժանքներ ստացած կամավորները երբ ասենք առաջադրանք ստանան Հայաստանի Հանրապետության ներքին գործոս նախարարության փրկարարական բաժանմունքի ղեկավարության են, որ դեղափոխվեն Հայաստան 96 ժամվա ընթացքին պետք է որ պատրաստական լան եւ դեղափոխվեն Հայաստան։ Այսինքն այդ մարդիկ ցուցակագրվելու են Հայաստանում, մենք իրենց տեղը իմանալու ենք եւ եթե նման դեպքեր են տեղ ունենում, երբ իրենք արդեն այստեղ են լինում, կոնկրետ ունեն հանձնարարություններ, որտեղ եւ ինչ պետք է անել։ Պարոն Չապարյան, սա հասարակական կազմակերպություն է, չէ՞, որը դուք ներկայացնում եք։ Այո, հասարակական։ Իսկ ինչպես է ստացվում պետության հետ աշխատելու այդ կապերը։ Տեսեք, շատ լավ հարցում է։ Այս կազմակերպությունը ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն է 501c3 ուսուցողական educational charitable ուրեմն ուսուցողական մարդասիրական եւ բարեգործական կազմակերպություն է եւ անշուշտ իր կորձունեության տեսակը աննախընթաց է այն առումով որ գեհդաբնթե այս կազմակերպությունը ուսուցման ճանապարհով ոչ թե լոբիինգի ճանապարհով ուսուցման ճանապարհով գեհդաբնթե Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև ռազմական, քաղաքական, տնտեսական դաշինքի հզորացման առաջադրանքը եւ որպես այդպեսին իր կորձունեությունը թեպի այդ ուղղությունը կդանի եւ ինչպես որ քիչ առաջ նշեցի իր կորձունեության առաջին շերտը ուսուցման համար ամերիկյան բանակի գեներալներ առաջնորդեր թեպի ասկային պաշտպանության հետազոտական համալսարան իսկ երկրորդը մարդասիրական բարեգործական իսկ երրորդ շերտը ուրեմն ինչպես որ քիչ առաջ նշեցի
մարդասիրական օժանդակության բրիգադայի գազմավորումը եւ մշակույթը ստեղծելը արտերկրի հայության եւ հայասեր օդարներու մոտ դեղափոխվելու Հայաստան, իսկ նաեւ դա միան սահմանափակված չէ արտերկրի հայության, այլ նաեւ կընդգրկե Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ասենք փափակ ունեն մասնակցելու։ Իսկ ինչպես եք ընտրում մարդկանց, ովքեր որ գալիս են այստեղ, ամեն դեպքում ունենք չէ անվտանգության խնդիր, դրսից գալիս են այստեղ մասնակցում են այդ process-ներին, տեղանքին են ամեն դեպքում իհարկե իրենք պետք է թիմումնակիր ամփոփացնեն եւ թիմումնակիրը մենք ռոբեական չենք ընդունում, պետք է որակավորվին եւ ես եւ վստահ լինենք թե ով է գալիս։ Իհարկե, անակ բադահական մարդկանց չեն կարող ընդունել, որովհետեւ պետք է անհատը արդեն իր բահվածքով, իր կորզունեությամբ համոզիչ ըլլա, որ ինքը հայկական pedagogical զորագիծ է։ Մենք բադահական մարդոց չենք կարող ընդունել։ Ինքը պետք է այդ արժի համակարգի կարողը լինի։ Իհարկե, այսինքն նախ եւ առաջ տեսեք, բարոն Մկարլին իբադիվ իրեն դա լինելով մեծ հայասեր անձնավորություն, ես իրեն գժաշնամ 2008 թվականին, նույնիսկ մի քիչ շուտ, ինքը բազմաթիվ առիթներով հանդես եկած է որպես հայկական pedagogical զորագիծ եւ իբադիվ մյուս ասենք գեներալներուն, ովքեր Հայաստան ժամանած են եւ պետք է ասել, որ իբադիվ բոլոր մասնակիցներուն բոլորն հայասեր անձնավորություններ են եւ աչալուրջ կերպով կմասնակցին այն բարձր առաջադրանքին, որ հայկական pedagogical ինքնիշխանությունը եւ անկախությունը հզորացվի եւ ինչպես նաեւ ժողովրդավարական արժեքները ասենք հիմնակարը դառնան, ինչպես նաեւ տնտեսության հզորացումը։ Օրինակ համար եթե հարց տայիք թե օգոստոսի 8-ի նախապայմանակիրը ոնց կայացավ, դա հենց այդպես ինչպես որ հայաստանցիները ասեն Հավայից չեղավ, դա ամերիկահայության եւ հայասեր ամերիկացիների աշխատանքին արդյունքն է, որովհետեւ ճիշտ է Թրամփի օրով եղավ, բայց կարող էր Թրամփի դեղը լինել բարոն Անդերսոնը կամ Դիգին Ջոնսոնը, որովհետեւ ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է եւ ինստիտուցիոնալ պետության ողնաշարը ռազմաքաղաքական շրջանակներն են։ Դա օգոստոսի 8-ից հետո առաջին միջոցառումն է, չէ՞, այն էլ Սյունիքում։ Ինչու եք ընտրել Սյունիքը։ Սյունիքը NCAA NSI American Armenian National Security Institute-ի ուշադրության գիզագետի եղած է թերևս ասենք 44 օրյան անմիջապես յետքը, որովհետև մենք բազմաթիվ գորիսեցի, ղափանցի, սյունեցի ընկերներ ունենք, նույն եւ Լոս Անջելեսի մեջ, ովքեր ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր անդամներն են եւ շնորհիվ որ ասենք օրինակ համար Մարինա Իսունցը, որ գորիսեցի իբադիվ իրեն, Մարինա Իսունցը եղավ առաջիններն, ովքեր զորակցեցան այսպիսի հերանգարային գառույցի ստեղծումին եւ Մարինային հետ Սերոժ Մաշուրյանը եւ անշուշտ ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօրվա օրով մենք կբարդինք ամերիկյան հայկական ազգային անվտանգության նորակույն վարժանքները, որ վերջերս իրականացան սեպտեմբերի 22-23-ը ռազմական թրության ժամանակ վիրավորի փրկարարական վարժանքները եւ այդ վարժանքները նախապես ծրագրված էին օգոստոսի 8 2025-ից շատ առաջ, այնպես որ դա նախապայմանված չէր օգոստոս 8-ի հետ։ Քանի որ ինքը գրեթե սպառիչ պատասխանով հարցազրույց պատասխանեց ձեր հարցերին։ Բայց հիմա ես ուզում եմ հասկանալ ինչու ընտրվեց Սյունիքը եւ արդյոք պարոն Սաֆարյան սրանով Միացյալ Նահանգների Ես ասեմ Սյունիքը չէ։ Ապրեք, ես այդ ժամանակի ընթացքին մեր առաջադրանքն է, մեր ասելով կհասկանանք յուրաքանչյուր pedagogical մարդու, չեմ ասել միան հայ,
որովհետև հայի գողքին նաև կանգնած կան բազմաթիվ ոչ հայեր, ովքեր գեհդաբնթեն հայկական pedagogical ինքնիշխանության եւ անկախության հզորացումը։ Սյունիքը եղավ երկրորդ փուլը, առաջին փուլը մենք իրականացուցինք 2023 թվականի օգոստոսին Արաքածի շրջանը, երկրորդը Սյունիքի մեջ վաղամիսօրը կարող է լինի եւ Գյումրին, ասենք Շիրակի շրջանը, հետո Դավուշի շրջանը, մեր բոլորիս առաջադրանքը գողորին պետք է լա եւ որ ամբողջ Հայաստանը ունենա այնպիսի քաղաքացիական հասարակություն, ովքեր լավապես պատրաստված գլան արտակարգ իրավիճակների ժամանակ ծանր ասված մի արասի եթե մասսայական այդպիսի դժվար գացությունը ստեղծվի կարողանան լավապես պատրաստված լինեն որովհետեւ նվազագույն գորուստով սերբազատվին շատ լավ է ասեց որ 23 թվականին դեռևս Արագածոտնի մարզում Արագած ավանում հիմնադիր այսպես ասած ուսումնական վարժանքները անցկացվեցին այնտեղ բայց տեսեք այսօր Սյունիքի դերն ու նշանակությունը արժեքը դրանով ավելի է շեշտվում մենք ոչ թե պիտի տագնապող խոսենք Սյունիքի մասին այլ մենք պիտի խոսենք վստահորեն մենք պիտի խոսենք ավելի վստահ քան երբևիցե խոսել ենք Սյունիքի հետ կապված իդեպ ես պիտի ասեմ որ այս ամբողջ գործընթացի մեջ եւ գործնական տեսական պարապմունքների եւ դաշտային վարժանքների մեջ հրաշալի կերպով ներգրաված է եղել նաեւ Գորիսի պետական համալսարանի ուսանողական բազմաթիվ խմբեր եւ ինքը նաեւ անձամբ համալսարանի ռեկտոր Վանդունցը Բարոն Տիգրան Վանդունցը այո եւ կարծեմ Միացյալ Նահանգների դեսպանատան հետ Հայաստանի Հանրապետության կարծեմ փոխօգնության թե ինչ որ համատեղ գործունեության մի հուշագիր ունեն իրենք, բայց դրա մասին չեմ էլ ուզենա խոսել, որովհետեւ իմ բանից դուրս է։ Ես բացի Գորիսի պետական համալսարանի ուսանողությունից նաեւ պետք է նշել Գորիսի բժշկական կենտրոնի անձնակազմի անդամներ եւ Գորիսի քոլեջի Փուշքուրերը, Փուժեղբայրեր եւ անհատ քաղաքացիներ, ինչպես որ քիչ առաջ բարոն Սաֆարյանը նշեց, աշխարհազորայիններ ղեկավարությամբ փոխգնդապետ Ավանեսյանին։ Հարգելի հյուրեր, դուրս գան կարճատև գովազդային դաթարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, հիմա փորձենք հասկանալ, մեզ ինչ է տալիս դա, եւ մենք գիտենք, որ ինչ շարժ այստեղ կատարվում է, հատկապես Սյունիքում, ոչ բարո մեր կողքի հարևան երկիրը անմիջապես արձագանքում է, չկա այս առիթով ինչ որ հայտարարություններ կամ Ես կարծում եմ որևէ անհանգստանալու կամ տագնապալի որևէ ուրեմն իրարանցման խնդիր չի կարող առաջանալ։ Նախ դա անցեկացում ասացինք, որ շատ բան, այսպես ասած, հումանիստական, բարեգործական ծրագրի եւ ուրեմն այդ տրամաբանության շրջանակներում եւ դա կարելի ասել նույն բանն է, ինչ որ ասենք Հայաստանի պետական կառույցները անց են կացնում զորավարժություններ կամ գործնական պարապմունքներ ուսանողների հետ, փրկարարների հետ, բուժազնակազմի հետ, պարզապես ամերիկյան հայկական ուրեմն ազգային անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչները նախաձեռնել են Հայաստանում ուրեմն կիրարկելիության աստիճանի բարձրացնել որակյալ առումով նախ այդ հարցերը եւ ասել, որ մենք պիտի մեր ծրագրերը մշակենք եւ առաջնորդվենք, հիմնական սկզբունք դարձնենք, թե Ադրբեջանից կներեք ինչ ռիբաունդներ պիտի լինեն, արձագանքներ պիտի լինեն։ Ես կարծում եմ սա նույնիսկ սա հայ ազգի ծնյալ իրավունքն է։ Հայ ազգ սելով կհասկանանք հայրենի եւ արտերկրի հայություն եւ ոչ միայն հայ ազգը, այլ նաեւ ի բադիվ հայկական ասպիրկը, որ դարազված է համարյա 150 կամ մոտարևս 180 երկրներու մեջ, տասնամյակներու ընթացքին սիրված ժողովուրդ եղած են եւ ցանցային որպես պետություն հայկական հանրապետությունը գվայել է այսօր բազմաթիվ պետություններու ոչ անմիջական աջակցությունը, սակայն զորակցությունը, փարոյական զորակցությունը, ադի արդեն անկին մեկ բան է, ժողովուրդներ կան, որ չեն սիրված, բայց իբադիվ հայերը սիրված են եւ որպես ադբիսին որտեղ որ հայերը գնացել են, այնտեղի դեղացի ժողովուրդները սկսած են հետաքրքրվել հայերի արմատներով, Հայաստանով եւ մենք ունենք այսօր հրաշալի հնարավորություն, որ հայկական պետականության ինքնիշխանությունը, անկախությունը, պաշտպանությունը, տնտեսական հզորացումը, սոցիալ արդարությունը, օրենքի քերագայությունը, թադայրավական համագարքի վերաառողջացումը կամ առողջացումը հետապնդելու եւ եթե մեր գողքի արևելքի եւ արևմուտքի այսօր այսպես կոչված Ադրբեջանը, որ արհեստական պետություն է իրականության մեջ, նույնն էլ Թուրքիան, որ արհեստական պետություններ են, հիմա թեման պիտի չխորանանք այդ թեմայի մեջը, բայց սա մեր ծնյալ իրավունքն է, Հայաստանի Հանրապետությունը, հայկական հանրապետությունը իրավունք ունի ոչ միայն շնչելու, այլ հզորանալու ամեն կերպ, որովհետեւ մեր հարևանները 10 անգամ, 100 անգամ, 1000 անգամ հաշվարկեն նախքան հարցակում կորձել։ Իհարկե այս ժամանակահատվածին ելույթ կունենամ որպես ժուրնալիստ եւ ոչ թե ամերիկյան հայկական ազգային անվտանգության հիմնադիր փոխնահանգ։ Եվ դա յուրաքանչյուրիս ծնյալ իրավունքն է հետապնդելու հզոր Հայաստանի հերանգարային առաջադրանքը։ Պարոն Շապարյան, այդ ընթացքում ուսումնավարժական այդ աշխատանքների ընթացքում ինչից ենք մենք կաղում, ինչ ունենք եւ ինչ չունենք։ Դուք այստեղ եկել եք ձեր միջոցներով, հա, որքանով հասկանում եմ, այդ դեղորայքներ եք բերում, պատգարակներ եւ
Ինչ ունի Հայաստանը եւ ինչ չունի, այստեղ նկատել եք, որ վերազինումը մեզ մոտ այդքան էլ լավ չէ, մենք ունենք շատ թերացումներ։ Ես այդ մասին կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ խորացած չեմ, այդքան մանրամասն դերակատարություն չունիմ, միայն գիտեմ, որ իմ բարդականությունը ինչ է, որ իմ մասնապաժինը բերեմ, թեկուզ փոշի չափ եթե կարողացա օգտակարել, անկախ թե օրվա իշխանությունները ովքեր են, իմ հավատարմությունը գերտա թեպի հայկական պետականությունը, այսօր ասենք գլինի բարոն Փաշինյանը, որպես պետության ղեկավարը, վաղը ուրիշ մեկը գլինի եւ եթե հետադարձ ակնարկն ունենք, նույնիսկ 1991-ին սկսած, մինչև այսօր իմ ուղղությունը եղած է միշտ նույնը։ Հայկական պետականության կողքին անկախ այն հանգամանքեն, թե ովքեր են ասենք ղեկավարող ասենք երկիրը եւ կառավարությունը։ Եվ որպես այդպեսին մենք պետք է շարունակենք բոլորս համախոհ կերպով եւ պետք է հայամետությունը ուժեղացնենք եւ ամեն կերպ աշխատենք, որ ասենք արևելքի կամ արևմուտքի օրիենտացիան չարևանքեն հայամետության առաջադրանքը։ Պետք է որ մենք ամենն առաջ հայամետությունը հետապնդենք եւ հայկական պետականության հզորացումը հետապնդենք։ Պարոն Սաֆարյան, խոսքս տեխնիկական վերազինման մասին էր ավելի շատ։ Ինչ ունենք մենք, ինչ չունենք, արդյոք շատ անելիքներ ունենք այստեղ, թերացումներ ունենք, թե ոչ։ Տեսեք, հիմա քիչ առաջ պարոն Չապարյանը անդրադարձավ այդ հարցին մեր հարևանների հետ կապված, բայց ես պիտի հայմատության համար մի բան ասեմ։ Ավելի քան 30 տարի հայտնի կուսակցությունը, հայեղափոխական դաշնակցությունը այստեղ անցկացնում բանակումներ, որի մասնակցում են արտերկրի հարյուրավոր մեր հայրենակիցները։ Դարձյալ տարբեր բնույթի, բուժօգնության ոլորտի կլինի, արշավների ոլորտով կլինի, ալպինիստական եւ այլ եւ այլ։ Նախ սա բաց է մեր ազգի բոլոր ուրեմն խավի ներկայացուցիչների երիտասարդության համար։ Դուք տեսնեք ինչ ոգևորություն, էներգիայի ինչ անսպառ աղբյուր ցուցաբերեցին մեր ուրեմն երիտասարդ սերունդը, պատանի սերունդը։ Ինչպիսի գանված ուշադրությամբ եւ ինչպիսի հետեւողականությամբ կատարում են այդ առաջադրանքները պաշտոնաթաղ սպաների, ամերիկյան գեներալների, հանձնարարականները, ես մեկ-երկու նախադասություն եմ ուզում ասել։ Նույնիսկ ընթրիքի ժամանակ մեր այդ պաշտոնաթաղ սպաները, այդ միության անդամները, ինստիտուտի անդամները, հատկապես գեներալը, այնպիսի ուրեմն ջանասիրությամբ, պատասխանատվությամբ եւ կոնկրետությամբ են վերաբերում աշխատանքներին, որ դա ասել այսպես ունեցավ վարակակիր բնույթ, ասենց համատարած բնույթ։ Գալու տեխնիկականին ես ինքս քանի որ որպես պարոն Չապարյանի ընկեր եւ որպես այդ ընկերության ավելի հեռու գործունեության ջատագով Հայաստանում ես պիտի ասեմ իրենք ունեն ծրագրեր նաեւ ռազմատեխնիկական աջակցության հետ կապված։ Այս կազմակերպությունը չէ, այս կազմակերպությունը եւ որ գեներալը ասեց որ դա ուրիշ կառույց է։ Դա ուրիշ կառույց է, այո։ Իմիջայլոց բարոն Մկարլին senior fellow երեց անդամ է, ղեկավար անդամ է AUSA գազམ་ագերբության ավակ անդամ այո։ Ավակ անդամ է։ Այո, ավակ անդամ այո։ Ուրեմն Association of United States Army դա ուրիշ կառույց է։ Հասկացա։ Այո։ Հիմա ես մեկ երկրորդը բա հենց դա է որ ներկա պայմաններում Սյունիքը գալիս է ուշադրության կենտրոն, Սյունիքի մարզը, ես համոզված եմ որ հաջորդ մարզը ռեգիոնը կարող է ընտրվել, ասենք թե Տավուշը կամ Գեղարքունիքը։ Հիմա ինչ անենք, մենք պիտի սպասենք ադրբեջանական արձագանքներին եւ առհասարակ եւ 2025 թվականի հունվարին Ամերիկայում ստորագրված Միացյալ Նահանգներում ստորագրված հայտնի ուրեմն նախաստորագրությունները կապված անվտանգության եւ պաշտպանական եւ առհասարակ համագործակցության հետ կապված եւ օգոստոսի 8-ի այս հուշագիրը կարծում եմ նախահիմքում ունեն այսպիսի մարդկանց գործունեությունը Միացյալ Նահանգներում անպայման եւ դա այո եւ ունենալով
այսպիսի զորավարժություններ վստահաբար կարող վարժանքներ ասեմ, եւ պիտի ասեմ, որ այս անձնակազմի պաշտոնաթող սպաների անձնակազմի մեծ մասը նաեւ ընդգրկված են Միացյալ Նահանգների կողմից եւս մեկ այլ հզոր կազմակերպության խաղաղ զորավարժությունների անցկացման այդ ամբողջ ոլորտի մեջ, բայց այդտեղ այլ խնդիր կա։ Իսկ ինչ է կարծում Պահագծերը չբացենք, այսպիսի մարզանքներ անցկացնողը, ուսումնական, տեսական, գործնական կարող են հետագայում կամ իրենց երկրներում կամ այդ կազմակերպություններում չբարձրացնեն թեկուզ ռազմատեխնիկական օգնության խնդիրներ։ Դա այլ խնդիր է, դա մեր ուզած բայց դա մի քիչ այլ խնդիր է։ Հիմնականում մենք պետք է ընդգծենք այն փաստը, որ ես խոսում որպես ժուրնալիստ, պետք է ընդգծենք այն փաստը, որ Արցախի թեմականացված մեր ներքին 5-րդ Շարասյան գոմե եւ Ռուսաստանի գոմե թեմատրված անգումը արդեն հայկական պետության ողնաշարը մի կերպ հերացրեց։ Հիմա արդեն ողնաշարը Սյունիքն է, չէ՞։ Մենք պետք է ամեն կերպ Սյունիքին դեր գանքենք եւ ամեն կերպ պետք է աչակցենք, որ Սյունիքը նաեւ տնտեսապես զարգանա եւ անշուշտ ամբողջ հայկական պետականությունը տնտեսապես զարգանա եւ որպես այդպեսին պետք է ասել, որ այդ ուղղությամբ ուրախալի հանդիպում ունեցավ ANC ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի ղեկավարությունը Գորիսի պետական համալսարանի ղեկավար բարոն Դիկրան Վանդունցի եւ այլ գործակիցների հետ եւ այնտեղ մենք քննարկեցինք մոտ ապակային կայացնելու համակումարներ եւ հատկապես տնտեսական զարգացման միջազգային համակումար, որովհետեւ մենք կարողանանք նաեւ Սյունիքով նախանշանը, աստանշանը տանք, որ արտերկրի հայության մոտ եւ հայասեր օդարների մոտ ներդրումները առավել կերպով ուժեղանան եւ Հայաստանի տնտեսական աբական ավելի ամուր հիմքերով վրա դրվի, որովհետեւ պետությունը հերանգարային չլար, եթե չունենա հզոր բանակ եւ հզոր տնտեսություն։ Պարոն Ջաֆարյան, իսկ ինչ կարծիք եք արծիվ գործընկեր 2025 հայ-ամերիկյան զորավարժությունները համատեղ որ տեղի ունեցան օգոստոսի 12-ից 20-ը Հայաստանում։ Շատ թրագան է, շատ ուրախալի է եւ ես պետք է նշեմ, որ 2021 թվին հոդված հեղինակած եմ, որտեղ նշած եմ առաջադրանք, որ Հայաստանը պետք է բազմացնի իր արտաքին ասենք ռազմագիտական ստրատեգիական դաշինքները բազմազան դարձնե։ Եթե պետությունը գփապակի հերանգարային պետությունը լալ, ապա որպես ինքնիշխան պետություն պետք է իր արտաքին դաշնակիցները բազմացնե diversification of foreign alliances։ Եվ որպես այդպեսին ուրախալի է, թող Ամերիկայի հետ իրականացնե, թող Ֆրանսիայի հետ իրականացնե, Հնդկաստանի հետ իրականացնե, անոնք ովքեր բարին կամենան հայկական պետականության համար, Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի այդպիսի վարժանքներ իրականացնել։ Իսկ դուք ունեք ծրագիր, որ այստեղից կարող են մարդիկ գալ ձեզ մոտ վերապատրաստվելու, ինչ որ դասընթացներ։ Ես այդ ուղղությամբ լիազորություն չունեմ, իմ լիազորությունները այնքանն է, որ կկարողանամ հանգիստ զորացել այդ մասին, իհարկե այդ լիազորությունները ունեցող պետական շրջանակներ կան, պետք է ասել, որ ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտը ոչ մեկ պետություն է գումար չստանար, այսինքն տնտեսական աջակցություն չստանար, այլ կֆինանսավորվի գիտակից ամերիկահայերու եւ հայասեր ամերիկացիներու կողմէ։
Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ինչի մասին չենք խոսել, պարոն Սաֆարյան, եւ ինչ կուզեիք այստեղ։ Տեսեք, պարոն Չապարյանի ներկայությամբ ես չեմ ուզենա կազմակերպության, անելիքների, դրանք այնպիսի հարցեր են, որ իրենք բավականին խորացել են։ Ես ընդհանրապես կասեմ, ինչու է ես շատ աճապարում մասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ ես տեսա այդ ուրեմն աշխուժությունը, մասնակից անդամների մեծ ոգեորվածությունը եւ նույնիսկ մարդիկ կային մեր պատանիները, որոնք ընդամենը 2 օր են մասնակցել, բայց պայմանները խիստ դրված էր գեներալի կողմից, ասում էր ոչ, օր 3 օր չի մասնակցել, պիտի քննությանը չմասնակցի, քննություն չհանձնի եւ վկայական չստանա։ Սա մեկ, երկրորդը, ինչու ընտրվեց Սյունիքը, ես կարծում եմ պարոն Չապարյանը պիտի ասեր, որովհետեւ ինքը Սյունիքում կազմակերպություն ունի ներկայացուցիչ Հանձենես Սերոժի, այո, եւ բավականին աշխատանք է կատարվել։ Եվ պիտի ասեմ, որ նախապես պիտի ասեմ, որ ուսումնական վարժանքների առհասարակ բոլոր այդ ձեռնարկումների հետ կապված եղել է ամբողջովին թափանցիկ։ Բոլորը կարող էին անխտիր առանց որևէ խտրականության մասնակցեին, ուրեմն այդ ամբողջ միջոցառումներին եւ գործնական տեսական աշխատանքներին եւ դաշտային վարժանքներին։ Եվ կարծում եմ, որ երբ որ կլինի արդեն հաջորդը որևէ դարձյալ, դե ցավոք սրտի Հայաստանի մարզերի մեծ մասը արդեն դարձել են սահմանակից մարզեր։ Եվ ես պիտի ասեմ, կներեք, բայց ստիպված եմ ասելու, այստեղ էլ կա տարբերություն վարժանքների ուսուցման պրոցեսի թեկուզ փրկարարական գործունեության, այստեղ էլ կա տարբերություն։ Ամեն դեպքում ամերիկյան պրագմատիզմը, ամերիկյան որակը շատ բարձր է։ Գիտեք, մեր լեռները հաղթահարում են։ Այո, պիտի ասեմ, որ հաղթահարում են, անպայման հաղթահարում են, իրենց համար դա շատ սովորական բան է, նույնիսկ դա իրենց համար կարելի ասել խնդիր չի դրված, այդպիսի բաները, բլուրները, բարձունքները, ռոքերը, ապարաժները հաղթահարել եւ այլն։ Ամբողջ խնդիրը նա է, որ մենք պիտի այս թմրակուն վիճակից բարձրանանք։ Մենք պիտի խորհրդային բաժարնիկի կամ շտապօգնության բովանդակությամբ չապրենք։ Մենք ինքներս պիտի ապրենք գեր ժամանակակից, ուրեմն այնպիսի միջոցառումների մեջ, թոհոբոհի մեջ, որը նպաստում է եւ մարդու առողջությանը, եւ ինչու՞ չնայե մարդու կյանքը փրկելուն։ Այս առումով ես գտնում եմ, որ առաջին ծիլերը արված է եւ ես կարծում եմ, որ ուղղակի ապշեցուցիչ կերպով մարդիկ հանձն առան այդ միսիան, այդ առաքելությունը, հատկապես խոսքս վերաբերում է ամերիկյան կողմին, եւ պիտի ասեմ, որ քայլում ես մարդկանց հետ, շփվում ես մարդկանց հետ, ամենուր պրագմատիկ առաջարկություններ եւ այլն, այսպես հիմնականի մեջը ճիշտ է վարչապետ Փաշինյանը պետք է հանդես գա, որպես խաղաղասեր, խաղաղության մասին խոսող երկրի ղեկավար, բայց Հայաստանի հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը եւ արտերկրի հայությունը եւ հայասեր օդարները բեք չէ թույլ գտնվեն, խորելով որ խաղաղությունը ասենք մշտական կլինի, այլ ընդհակառակը պետք է շատ լուրջ ակտիվ կերպով հետապնդեն պատրաստվածությունը, գերպատրաստվածությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության, որովհետև վստահ չենք այսօրվա խաղաղության համաձայնագիրը երկինքի մեջ ամբի կլմանի, հաջորդ րոպեին կանհետանա, կրնա անհետանալ, այնպես որ ճիշտ է ասենք այսօրվա օրով Ադրբեջանը շատ ավելի դժվար թիրքերու ասենք առաջվա նման հեշտ իրավիճակի մեջ չէ միջազգային հարթակի վրա, շնորհիվ ամերիկայության եւ հայասեր ամերիկացիներին եւ ընդհանրապես հավաքական արևմուտքին, սակայն մենք պատմական բահը բեք չէ բաց թողենք, որ հայկական pedagogian արտաքին զինակցությունը
բազմազան դարձվի diversification, որ ռուսերը օգտագործեն այդ նույն բառը, ուրեմն մենք քեդնի վրա ինչ գնենք, ռեալ, ինչ ենք անում հայկական pedagogical հզորացման եւ ինքնիշխանության, պաշտպանության եւ անկախության հզորացման համար։ Ուրեմն քեդնի վրա շատ անելիք ունենք։ Շնորհակալություն եմ հայտնում, հարգելի հյուրեր, պարոն Չապարյան, երևի թե կսպասենք արդեն հաջորդ ձեր այցին, նոր ծրագրերով եւ այստեղ կքննարկենք մեր հանրությանն էլ տեղյակ կպահենք այս ամենի մասին։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։